Ողջույն սիրելիներս, ես այսօր ներկայացնելու եմ 2024 թվականի փետրվար ամսվա կանխատեսումները ջրի նշանի ներկայացուցիչների համար, որոնք են խեցգետինները, կարիճները և ձկները։ Դե ինչ խոսեմ առաջին ջրի նշանի մասին, որոնք են խեցգետինները, և փետրվար ամիսը կնշեմ, որ խեցգետինների համար բավականին հետաքրքիր և ֆինանսական առումով և ընկերական առումով այս ամիսը բավական հետաքրքիր մի փոքր լարված է լինելու։ Դե ինչ այս ամենի մասին խոսենք հերթականությամբ։ Փետրվարի 5-ին Մերկուրի մոլորակը մուտք է գործում ձեր 8-րդ ֆինանսական ոլորտ։ Սիրելի խեցգետիններ, 8-րդ ֆինանսական ոլորտը սա այն ֆինանսները չէ, որ դուք եք վաստակում, սա հիմնականում այն ֆինանսներն են, որոնք ձեզ գալիս են, ասենք, ինչ-որ ֆինանսավորող կազմակերպություններից, բանկերից կամ ինչ-որ մարդկանցից, որոնք ձեզ ցանկանում են օգնել ինչ-որ ֆինանսական հարցերում։ Եվ այստեղ փետրվարի 5-ից հետո Մերկուրին մուտք է գործում այն ոլորտ, որտեղ աստիճանաբար հավաքվելու են բավականին շատ մոլորակներ, այսինքն փետրվար ամսվա ընթացքում ձեր 8-րդ ոլորտում ունենալու ենք մոլորակների կուտակում, նշանակում է խեցգետիների համար ֆինանսական հարցերը, առավել ևս մեծ ֆինանսների հետ կապված հարցերը շատ կարևոր են լինելու։ Ամսի 8-ից 10-ը ունենք լարված ասպեկտացիաներ, որոնք լինելու են արև-ուրան մոլորակների միջև և Մերկուրի-Յուպիտեր մոլորակների միջև։ Նշեմ, որ և արևը և Մերկուրին կրկին գտնվում են 8-րդ ֆինանսական ոլորտում։ Սիրելիներս, խորհուրդ կտամ ամսի 8-ից 10-ը զերծ մնալ մեծ ֆինանսական գործառույթներից, բանկային գործերից, հիպոթեկից կամ ինչ-որ մեկին պարտք, մեծ գումար պարտքով տալուց, և նաև այստեղ ընկերական շրջապատում շատ ուշադիր եղեք, որպեսզի մեծ գումար չկորցնեք, և նաև օնլայն հարթակն է այստեղ 11-րդ ոլորտը, այստեղ նույնպես շատ զգուշությամբ կատարեք ձեր օնլայն գնումները։ Ամսի 11-ին նորալուսին է տեղի ունենում կրկին ձեր 8-րդ ոլորտում, դա ինչ նորություններ, նոր հնարավորություններ կամ ինչու՞ չէ նոր խնդիրներ են սպասվում այս ոլորտում։ Եթե դուք ինչ-որ բանկերի հետ կապված գործարք եք ուզում անել, ապա ամսի 11-ից հետո արդեն ձեզ մոտ կարող են ստացվել, սակայն նշեմ, որ այդ ամենը դուք կարող եք կատարել մինչև ամսի 25-ը, որովհետև ամսվա վերջում, ամսի 25-ին, 27-ին կրկին ունենք ֆինանսական լարվածություն։ Եթե դուք ինչ-որ գումար եք ուզում ստանալ կամ ժառանգության հետ կապված հարցեր ունեիք կամ հիպոթեք եք ուզում ձևակերպել, ապա այդ ամենը շատ ավելի նպաստավոր կլինի փետրվարի 11-ից մինչև 25-ը ընկած ժամանակահատվածում։ Ամսի 13-ին մեր ակտիվություն Մարս մոլորակը մուտք է գործում ձեր 8-րդ ոլորտ։ Տեսեք, ակտիվությունն անգամ գտնվում է մեծ ֆինանսների ոլորտում։ Եվ երբ Մարսը հայտնվում է 8-րդ ոլորտում, սիրելի խեցգետիններ, այստեղ նաև պետք է զգուշանալ վթարային իրավիճակներից, որովհետև Մարսը արագություն է սիրում, Մարսը ջերմություն է սիրում, Մարսը ագրեսիվություն է սիրում, և այստեղ 8-րդ ոլորտը ներկայացնում է նաև ֆորս մաժորային իրավիճակները, և այստեղ Մարսը միանում է Պլուտոն մոլորակի հետ, որը կրկին արդեն հայտնվել է ձեր 8-րդ ոլորտում։ Հիշում ենք հունվարի 21-ից Պլուտոն մոլորակը մուտք է գործել ձեր 8-րդ ոլորտ, և այստեղ Պլուտոնը բավականին ակտիվ է։ Ամսի 16-ից Վեներա մոլորակն է մուտք գործում ձեր 8-րդ ոլորտ, մի փոքր մեղմելով Մարսի ակտիվությունը, չէ՞ որ որտեղ Վեներան այնտեղ ամեն ինչ պետք է որ հաճելի և հանգիստ լինի, և նշանակում է այստեղ ամսի 22-ին Վեներա և Մարս մոլորակները միանում են ձեր 8-րդ ոլորտում։ Սիրելի խեցգետիններ, սա միանշանակ խոսում է այն մասին, որ ձեր կյանքում հայտնվելու է մարդ, եթե մինչ այդ չկա, որի հետ կունենաք շատ մեծ, ուրեմն կարելի ասել անձնական կապվածություն, ինչու՞ չէ նաև կախվածություն, հակառակ սեռի ներկայացուցչի մասին եմ խոսում, և ամսի 22-ը ձեզ համար մի քանի օր առաջ կամ մի քանի օր հետո այս միությունը, այս երկու հակառակ սեռի մոլորակների միությունը ձեր 8-րդ ոլորտում կարող է բերել շատ բուռն հանդիպում այդ մարդու հետ։
Ամսի 23-ից Մերկուրի մոլորակը արդեն տեղափոխվում է 9-րդ ոլորտ, սիրելիներս, սա նշանակում է, որ ամսի 23-ից հետո մտածելու ենք ինչ-որ ուսումնական պրոցեսների, դատական պրոցեսների, միգուցե պետական հաստատություններ այցերի մասին, միգուցե դեսպանատների, օտար երկիր մեկնելու կամ ինչու՞ չէ նաև օտար լեզու սովորելու մասին։ Մերկուրին սովորաբար 9-րդ ոլորտում բերում է շատ շփումներ եւ այդ շփումները հիմնականում կապված են լինում արտերկրի հետ։ Ամսի 24-ին տեղի է ունենում լիալուսին։ Լիալուսինը ձեր 3-րդ ոլորտում է։ Սիրելի խեցգետիններ, սովորաբար լուսինը, լինելով ձեր գլխավոր մոլորակը, շատ մեծ ազդեցություն ունի ձեզ վրա եւ ամսի 24-ի լիալուսինը ձեզ համար այնքանով է կարեւոր լինելու, որ ձեր 3-րդ ոլորտում վերջակետ է դնելու այնպիսի հարցերի, որոնք կարող են կապված լինել փաստաթղթերի հետ, կարող են կապված լինել մտերիմ մարդկանց փոխհարաբերությունների հետ, միգուցե քրոջ, եղբոր, հարևանի, գործընկերոջ կամ այնպիսի մեկի, ում հետ դուք գրեթե ամեն օր շփվում եք, ասենք կար կոնֆլիկտ, կոնֆլիկտը հարթվում է, կամ կար կոնֆլիկտ, դուք այլևս չեք շփվում ամսի 24-ից հետո, կամ ձեր հարևանները տեղափոխվում են, դուք նրանց հետ այլևս չեք շփվում, կամ դուք ինքներդ եք տեղափոխվում եւ այլևս կապը կորցնում եք։ Այստեղ նաեւ ավտոմեքենայի հետ կապված հարցերը կարող են ավարտվել։ Եթե մեքենա եք վաճառում, ապա այստեղ ամսի 24-ի դրությամբ հնարավոր է, որ կարողանաք գնեք կամ վաճառեք ձեր մեքենան, կամ այստեղ ինչ որ դասընթացների եք մասնակցում, հնարավոր է ամսի 24-ի լիալուսնով ավարտվում են ձեր դասընթացները, կամ քննություններ եք հանձնում, ասենք վարորդական իրավունքի կամ այլ դասընթացների հետ կապված, ստանում եք արդեն ձեր վկայականը կամ սերտիֆիկատը եւ վերջանում է այդ դասընթացը։ Իսկ ամսվա վերջում ունենք բավականին լարվածություն, նշեցի արդեն ձեր 8-րդ եւ 11-րդ ոլորտների միջեւ, որովհետեւ Վեներա եւ Մարս մոլորակները այստեղ լարված քառանկյուն են կազմում Յուպիտերի հետ 11-րդ ոլորտում։ Սիրելիներս, ամսվա վերջում կրկին խուսափում ենք ֆինանսական գործառույթներից, որպեսզի մեծ գումար չկորցնենք։ Դե ինչ, այսքանը խեցգետիների համար ես անցնեմ հաջորդ ջրի նշանի իմ սիրելի կարիճների մասին։ Ողջույն սիրելի կարիճներ, այժմ խոսելու եմ ձեր փետրվար ամսվա կանխատեսումների մասին եւ նշեմ, որ կարիճների համար բավականին կարեւոր ամիս է։ Կարեւոր է այն առումով, որ այստեղ շատ ակտիվ են 4-րդ եւ 7-րդ ոլորտները, ինչը նշանակում է, որ շատ կարեւոր է տունը, մեր անշարժ գույքը, մեր ծնողները, հատկապես մայրը, նաեւ այստեղ շատ կարեւորվում է այն տարածքը, որտեղ դուք ապրում եք, միգուցե բնակության վայրը կամ ինչ-որ անշարժ գույքի հետ կապված ինչ-որ գործունեություն։ Եվ նաև այստեղ կարևորվում է ձեր 7-րդ ոլորտ, այսինքն ձեր կողքի մարդիկ, որովհետև այստեղ բավականին ասպեկտացիաներ ունենք հենց ձեր 7-րդ ոլորտից։ Դե ինչ այս ամենի մասին խոսեմ հերթականությամբ։ Փետրվարի 5-ից Մերկուրին մուտք է գործում 4-րդ ոլորտ, սիրելի կարիճներ, Մերկուրին ի վերջո լքում է ձեր 3-րդ ոլորտը 2 ամիս այստեղ թափառելուց հետո, եւ այժմ 4-րդ ոլորտում կարիճների մոտ ավելի շատ շփումները ակտիվանում են տան պատերի ներսում, միգուցե փետրվարի 5-ից հետո ինչ որ առիթներ, միջոցառումներ, հյուրեր կամ միգուցե ձեր տանն են անընդհատ եռուզեռ քննարկումներ լինում ինչ որ հարցերի շուրջ, միգուցե բնակարան եք ուզում վերանորոգել, միգուցե ուզում եք գնել կամ վաճառել եւ այս ամենի հետ կապված բավականին մեծ ակտիվություն կա ձեր տանը։ Ամսի 7-ին ունենք հրաշալի ասպեկտացիա Վեներա Ուրան տրինը, այստեղ հաճելի անակնկալ կարելի է սպասել սիրածեակից, կարելի է սպասել այն մարդկանցից, ում մենք համարում ենք մեր մտերիմ շրջապատը, որովհետև այստեղ Ուրան մոլորակը ձեր 7-րդ ոլորտում է։ Նաև այս տրին ասպեկտը կարող է ձեզ բերել նվերներ, կարող է ձեզ բերել հնարավորություն ինչ-որ լավ քննություն հանձնելու, լավ դասընթացի մասնակցելու կամ հաճելի շփում պարզապես կարող է ապահովել։ Ամսի 8-ից 10-ը շատ ուշադիր ենք լինում, որպեսզի չվիճենք ոչ մեր տան անդամների հետ, ոչ էլ կողքի մարդկանց հետ, ամուսնու, կնոջ, գործընկերոջ հետ, որովհետև այստեղ ունենք լարված ասպեկտացիա, նախ արև Ուրան, այնուհետև Մերկուրի Յուպիտեր։ Ամսի 8-ից 10-ը սիրելի կարիճներ, փորձում եք չխայթել ոչ մեկին։
Ամսի 11-ին ունենք նորալուսին ձեր 4-րդ ոլորտում։ Դե ինձ սիրելիներս, նորալուսին նշանակում է նորություններ այս ոլորտում։ Իսկ նորությունները կարող են լինել տան հետ կապված, ծնողների հետ կապված, միգուցե ձեր տանը հյուրեր կլինեն, միգուցե ձեր տանը երեխա կծնվի, կամ հնարավոր է այստեղ տան վերանորոգում սկսեք, տանը ինչ որ հաճելի իր գնեք կամ տեխնիկա գնեք, կամ այստեղ համենայն դեպս այստեղ տան հետ կապված, տան պատերի հետ կապված ինչ-որ նորություններ են սպասվում, որովհետև այստեղ աստիճանաբար մոլորակների կուտակում է նկատվում։ Նախ Պլուտոն մոլորակը, ձեր գլխավոր մոլորակը, արդեն իսկ ձեր 4-րդ ոլորտում է, և ամսի 13-ին, երբ Մարսը, ձեր երկրորդ գլխավոր մոլորակը, մուտք է գործում ձեր 4-րդ ոլորտ, միանում է Պլուտոնի հետ։ Տեսեք, սիրելի կարիճներ, ձեր երկու գլխավոր մոլորակները միանում են փետրվարի 14-ին ձեր 4-րդ կարևորագույն ոլորտում։ Դա ինչ նշանակում է, որ սա շատ կարևոր իրադարձություն է կարիճների համար, որովհետև ձեր տանը պետք է ինչ-որ շատ կարևոր իրադարձություն տեղի ունենա։ Ամսի 16-ին Վեներա մոլորակն է մուտք գործում ձեր 4-րդ ոլորտ և կրկին միանում է Պլուտոնի հետ արդեն ամսի 17-ին։ Նշանակում է, որտեղ Վեներան այնտեղ ամեն ինչ հաճելի է, նշանակում է Վեներան տանն է, ուրեմն տանը լավ մթնոլորտ է տիրում, հաճելի մթնոլորտ է, միգուցե ցանկանում ենք ինչ-որ հաճելի իրեր գնել տան համար, զարդարել մեր տունը, ավելի բարեկեցիկ դարձնել։ Ամսի 22-ին Մարսը և Վեներան միանում են ձեր 4-րդ ոլորտում։ Սիրելի կարիճներ, այսպիսի միություն տեղի է ունեցել 2022 թվականին, կրկին հունվար ամսին, ոչ փետրվարին, և նշանակում է մոտավորապես կարելի է հիշել, թե ինչպիսի իրադարձություններ են զարգացել հունվարի 20-ից մինչև փետրվարի 10-ը ընկած ժամանակահատվածը 2022 թվականին։ Եթե այն ժամանակ եղել է ձեզ մոտ ինչ-որ սիրահարվածություն, սիրավեպ, ապա այստեղ այդ ամենը կրկնվելու միտում ունի։ Ամսի 23-ին Մերկուրի մոլորակը արդեն լքում է ձեր 4-րդ ոլորտը և մուտք է գործում 5-րդ ոլորտ։ Դա այն ժամանակն է մտածելու երեխաների մասին, ժամանակն է մտածելու հանգստի մեկնելու մասին, նաև ինչու՞ չէ, այստեղ Մերկուրին 5-րդ ոլորտում կարող է բերել ծանոթություն, սիրահարվածություն։ Ամսի 24-ին լիալուսին է տեղի ունենում ձեր 11-րդ ոլորտում։ Սիրելի կարիճներ, որոշ մարդիկ պետք է լքեն ձեր շրջապատը, որովհետև դուք այլևս սպառել եք դրանց հետ փոխհարաբերությունները։ Ամսի 24-ի լիալուսինը վերջակետ կդնի որոշ մարդկանց հետ փոխհարաբերություններին և դուք կհասկանաք ում հետ կարելի է ընկերություն անել և ում հետ ոչ, այսինքն այստեղ փոխհարաբերությունների հարցն է լուծվելու։ Իսկ ամսվա վերջում ունենք մի փոքր լարվածություն, այստեղ նույնպես պետք է շատ ուշադիր լինենք, որպեսզի չվիճենք, որպեսզի անիմաստ կոնֆլիկտների մեջ չմտնենք մեր սիրելիների հետ։ Այստեղ տեսեք, հատկապես ուրեմն հարվածի տակ են այն կարիճները, ովքեր ծնվել են նոյեմբերի 6-ից 11-ը ընկած ժամանակահատվածում։ Ունենք Վեներա Յուպիտեր լարված քառանկյունը և Մարս Յուպիտեր լարված քառանկյունը, այստեղ Յուպիտերը ձեր 7-րդ ոլորտում է, իսկ Վեներան և Մարսը ձեր 4-րդ ոլորտում է։ Այնպես որ սիրելիներս, այս օրերը փորձեք անցկасնել ավելի հանգիստ տրամադրությամբ։ Դե ինձ սիրելիներս, այսքանը ձեր փետրվար ամսվա համար, ես այժմ անցնեմ ձկներին։ Ողջույններս եմ հղում իմ շատ սիրելի ձկներին, սիրելիներս, ես կներկայացնեմ փետրվար ամսվա ձեր կանխատեսումները այժմ։ Փետրվար ամիսը հիմնականում միտված է լինելու փակ 12-րդ ոլորտին և ինչու՞ չէ նաև 3-րդ ոլորտին։ Հիմա կներկայացնեմ, թե սա ինչ է նշանակում։ Նախ 12-րդ ոլորտը սա ամենափակ ոլորտն է։ Սա այն ամենն է, ինչի մասին մենք չենք սիրում խոսել։ Սա մեր վախերն են, մեր հույզերն են, մեր գաղտնի սիրահարվածությունն է, մեր գաղտնի սիրային կապերն են, ինչու՞ չէ նաև այն աշխատանքն է, որի մասին մենք չենք սիրում բարձրաձայնել կամ կատարում ենք տանից առանց մարդկանց հետ շփվելու։ Դե ինչ, փետրվարի 5-ից Մերկուրի մոլորակը մուտք է գործում ձեր 12-րդ ոլորտ, նշանակում է այստեղ հնարավոր է ձեզ այնպիսի աշխատանք առաջարկեն, որը դուք տանից կկատարեք, կամ միգուցե Մերկուրին 12-րդ ոլորտում ձեր կյանք կբերի, կծանոթացնի ձեզ այնպիսի մեկի հետ, որի հետ փոխհարաբերությունների մասին դուք չեք ցանկանա բարձրաձայնել։
Ամսի 7-ին ունենք շատ լավ ասպեկտ եւ այստեղ ունենք Վեներա Ուրան տրին ասպեկտը։ Տեսեք, Ուրանը ձեր երրորդ ոլորտում է եւ երրորդ ոլորտից այստեղ կարելի է սպասել դրական անակնկալների։ Եթե մեքենա եք ուզում գնել, այստեղ հնարավոր է ստացվի այդ գործարքը։ Եթե դասընթացի եք մասնակցում, ապա շատ մեծ հաջողությամբ կարող եք ստանալ ձեր վկայականը կամ քննությունը հանձնել։ Փաստաթղթային հարցերը նույնպես այս օրը շատ լավ կարող են ստացվել։ Նաեւ on-line գնումները նույնպես կարող են շատ լավ հաջողվել։ Ամսի 8-ից 10-ը լինելու են լարված օրեր, որովհետև այստեղ մենք ունենք լարվածություն 12-րդ եւ 3-րդ ոլորտների միջև։ Այստեղ ունենք Արև Ուրան քառանկյունը եւ Մերկուրի Յուպիտեր քառանկյունը, նշանակում է ամսի 8-ից 10-ը փորձում ենք բոլոր այցերը, պետական հաստատություններ չեղարկել, որովհետև դրանք հաջող չեն ստացվելու, փաստաթղթային հարցերը չեն ստացվելու, ուսումնական process-ները ձախողվելու են եւ նաեւ այստեղ հնարավոր է, որ դուք մի փոքր ձեզ վատ առողջ զգաք եւ ցանկանաք մեկուսանալ մարդկանցից։ Ամսի 11-ին տեղի է ունենում նորալուսին ձեր 12-րդ ոլորտում։ Դե ինչ նորություններ են սպասվում այս փակ ոլորտում։ Սիրելի ձկներ, երբ նորալուսին է 12-րդ ոլորտում, սա նշանակում է, որ մեզ հնարավոր է այնպիսի տեղ ուղարկեն աշխատանքի բերումով, որ մենք չշփվենք մարդկանց հետ, կամ հնարավոր է, որ մենք ինքներս մտածենք, ասենք հանգստանալու մասին կամ բուժվելու մասին, հնարավոր է, որ այստեղ նաև բուժման կուրս պետք է անցնեք։ 12-րդ ոլորտը նաև գաղտնի սիրահարվածությունն է, գաղտնի սիրային կապերն են։ Հնարավոր ամսի 11-ից հետո այդպիսի մարդ ներխուժի ձեր կյանք, որի հետ կգտնվեք այդպիսի հարաբերություններում, որոնց մասին չեք ցանկանա բարձրաձայնել։ Դե ինչ, այստեղ արդեն մոլորակների կուտակում է նկատվում, քանի որ 13-ից հետո Մարս մոլորակն է տեղափոխվում ձեր 12-րդ ոլորտ եւ միանում է Պլուտոնի հետ։ Այնուհետեւ 16-ին Վեներան է տեղափոխվում ձեր 12-րդ ոլորտ եւ միանում Պլուտոնի հետ։ Տեսեք, սիրելի ձկներ, ձեր գաղտնի ոլորտում այստեղ ինչ որ լուրջ հեղաշրջում է սպասվում։ Եթե մինչ այդ դուք եղել եք միայնակ, ապա հնարավոր է, որ փետրվար ամսին այլևս միայնակ չլինեք, կամ եթե դուք մինչ այդ կատարում եք այնպիսի աշխատանք, որը մարդկային մեջ շփում էր պահանջում, հնարավոր է արդեն փետրվարից դուք սկսեք այնպիսի գործունեությամբ զբաղվել, որը ենթադրենք on-line հարթակում եք եւ մարդկային շփում չի պահանջում։ Կամ նաեւ այստեղ 12-րդ ոլորտը սա մեր հոգեբանությունն է, մեր ներաշխարհն է, եւ եթե մենք ունենք խնդիր այստեղ, փորձենք լուծել դրանք հոգեբանի օգնությամբ։ Ամսի 22-ին Մարսը եւ Վեներան միանում են ձեր 12-րդ ոլորտում։ Սիրելի ձկներ, սովորաբար Մարսը եւ Վեներան ներկայացնում են հակառակ սեռի էներգիաներ։ Իսկ երբ նրանք միանում են այս գաղտնի ոլորտում, սա նշանակում է, որ պետք է տեղի ունենա գաղտնի հանդիպում։ Եթե ձեր կյանքում կա այդպիսի մարդ, ապա հնարավոր է ամսի 22-ը ձեզ համար հիշվի որպես շատ հաճելի սիրահարվածության եւ հանդիպումների օր։ Իսկ եթե չկա այդպիսի մարդ, հնարավոր է ամսի 22-ին ձեր կյանք ներխուժի այնպիսի մեկը, որի հետ կցանկանաք գտնվել նման կապի մեջ։ Ամսի 23-ից Մերկուրի մոլորակն է տեղափոխվում արդեն ձեր առաջին ոլորտ եւ աստիճանաբար ձկները ամսի 23-ից հետո կսկսեն մի փոքր շփվել։ Մերկուրին առաջին ոլորտում մեզ դարձնում է բավականին շփվող, աղմկոտ, ինչու չէ նաեւ ակտիվ մարդկային փոխհարաբերությունների հարցերում։ Ամսի 24-ին լիալուսին է տեղի ունենում ձեզ համար շատ կարևոր 7-րդ ոլորտում։ Սիրելի ձկներ, այս լիալուսինը կարող է վերջակետ դնել այն փոխհարաբերություններին, որոնք ձեզ համար խնդիր էին ներկայացնում, այսինքն, եթե կար մարդկանց հետ որոշակի կոնֆլիկտներ, ապա հնարավոր է դուք վերջակետ դնեք եւ նրանց հետ այլևս չշփվեք, կամ եթե սպասարկման ոլորտում եք, որոշակի հաճախորդներից պարզապես հրաժարվեք։ Ամսվա վերջում ունենք մի փոքր լարվածություն Վեներա Մարս այս երկու մոլորակների եւ Յուպիտերի միջև, կրկին ձեր 12-րդ եւ 3-րդ ոլորտներն են։ Ամսի 25-ից 27-ը խուսափում ենք ավտոմեքենայով ճանապարհ գնալուց եւ ընդհանրապես վթարային իրավիճակներից, որովհետեւ այստեղ տեսեք մի փոքր վտանգ կա մեր առողջության նկատմամբ։ Իսկ ամսի 29-ին ունենք շատ հետաքրքիր եւ շատ դրական ասպեկտ, այստեղ Մերկուրին առաջին ոլորտից
Սեքստիլ է կազմում Յուպիտերի հետ երրորդ ոլորտում։ Սիրելիներս, ամսի 29-ը կարող է լինել հետաքրքիր իրադարձությունների օր, որը կարող է մեր կյանքում նոր ֆինանսական հնարավորություններ ստեղծել։ Դե ինչ, այսքանը փետրվար ամսվա համար, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ